Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հիմա նույնությամբ ինձանից հետո նույն որոշումը կայացրեցին վայ ղեկավարները եւ այս քաղաքը եւ մնացած նմանատիպ քաղաքներ թողեցին նմանատիպ ուրեմն կառուցելու տակ։ Հիմա հաստատվել է քաղաքի հադագագիծը։ Եթե քաղաքի հադագագիծը հաստատվում է, հիշեք, ուրեմն հագար սահմանադրական է այդ կառուցելը, որ պատտվում է, օրենքին դեմ է։ Ուրեմն առաջի քայլերից մեկը դա պիտի լինի, երբ որ եկա դիմելու եմ անպայման կառավարությանը, եթե ոչ անհատակարգով տալու եմ դատարան։ Հայաստանում առաջ անգամ կլինի, որ քաղաքապետարանը դադի է տալիս կառավարությանը։ Դա անելու ենք։ Մյուս խնդիրը ամբողջ քաղաքից հավաքագրվում է 85 միլիարդ դրամ, գնում է հանրապետական բյուջե։ Այս չեղած մեր վիճակից 85 միլիարդից մեզ տալիս են 3 միլիարդ 200 միլիոն։ 85 միլիարդից 3 միլիարդ։ Դա կազմում են ամենը հաշվարկելով 200 միլիոն է գումարես մոտավորապես 3%։ Բայց Հայաստանի Հանրապետության սահմանադրության 185-րդ, 186-րդ հոդվածների տեղական ինքնակառավարման 86-րդ հոդվածով պետք է քաղաքի 85 միլիարդից մաս հանումը լինի 27 միլիարդից 30 միլիարդ, որ մեզանից տանում են նրանք Երևանը եւ չի տալիս Գյումրին։ Մենք ձեզանից ողորմություն չենք ուզում, ինչ որ արձանագրված է օրենքի մեջ սահմանադրության մեջ, մեր հասանելիքները պետք է տաք։ Եվ ես դա ենելու եմ դա, հիշեք, ես միակներից մեկն եմ լինելու, որ մտելու եմ դատարան, եթե չտրեցին։ Դրանից հետո Հայաստանի բոլոր դատարանները, եթե ոչ ճիշտ որոշում կայացրեցին, գնալու են մինչև եվրոպական դատարան։ Եվ անպայման հասնելու ենք այն բանին, որ Գյումրիի գումարները պետք է տան 30 միլիարդ։ Պատկերացրեք ինչ գումարի մասին է խոսքը։ Չեմ ասում սեփական եկամուտների մասին։ Ուրեմն մինչև այդտեղ հասնել է սեփական եկամուտների, երկրի աղքատությունը ուրեմն 23 եւ 7% է։ Միայն Գյումրի քաղաքի աղքատությունը եւ Շիրակի դաշտավայրի ուրեմն կազմում է 39.5%։ Ուրեմն անհատական աղքատության թիվը 1.1% է, ներողություն, ծանր աղքատության այդպես։ Ծայրահեղ աղքատության թիվը 1.1% է, Գյումրիում 2.6%։ Եվ այսպես 37 տարի լսում ենք ամենաանապահով խավը ապրում է Շիրակի դաշտավայրում եւ Գյումրի քաղաքում։ Բայց պետական մոտեցում մենք չենք տեսնում։ Ես հիմա ուշով հետևում եմ այս հետազոտների ծրագրերին եմ նայում։ Առաջինը նայում եմ ՔՊ-ի ներկայացրած ծրագրին։ Դա չի մի առողջացման ծրագիր չեմ տեսնում։ Ուրեմն ինչ է սրանց խոսքը։ Դրսից Եվրոպայից բերել բաժկեր, ասֆալտապատում անել, բակերի վերականգնում, բայց աշխատատեղերի ստեղծում, կոնկրետ ծրագիր ես չեմ տեսնում, իսկ դա էլ անում են լոկ նրա համար, որ երկիրը գցեն Եվրոպայի ուրեմն կախյալ վիճակի մեջ պահեն, որպեսզի այնտեղից ինչ թելադրեն իրենք կատարեն։ Հիմա մեր ծորներից բռնած պետք է ոչ թե թորները, ծորներից բռնած այսօր տանիքի տակ է։ 12 միլիարդ դոլար եք վերցրել, 12 աշխատատեղ չեք ստեղծել, 12 աշխատատեղ 1915 թվականին, երբ որ 1,5 միլիոն հայերի մորտազերծեց այս բարբարոս ազգը, ցեղը, ուրեմն պատկերացրեք դրանից հետո անցել են այլ տեսակ մոտեցման։ Ինչ են անում։ 91 թվականին, երբ որ մենք անկախացանք, Հայաստանի բնակչության թիվը կազմում էր 3 միլիոն 700 հազար բնակչություն էր։ Հիմա դարել է 1 միլիոն 800 կամ 2 միլիոն։ Ինչն է պատճառը, որ հայ ժողովուրդը լքում է իր բնորանը։ Միակ պատճառը նա է, որ չունեն աշխատատեղ։
չեն կարող պահել իրենց ընտանիքները եւ դրա համար գնում են ուրեմն արտագնա աշխատանքին։ Հիմա էլ նոր որոշում են կայացրել, որ այդ գումարներից, չգիտեմ քանի տոկոսը պետք է մուծեն հանրապետության բյուջեն։ Դա նշանակում է, որ այդ մարդկանց ուրեմն հետ գալը, ուրեմն պետությունը հատուկ այդ ծրագրով ուրեմն այնպես անում, որ արտագաղթը ուրեմն ավելի շատացնեն այս սկզբունքով եւ մարդիկ ստիպած գալիս իրենց ընտանիքին այստեղից տանում են ու դրա համար մեր թիվը կազմում է 1,800,000 բնակչության թիվը, բայց թուրքերն են, ադրբեջանցիներն են մեզ հետ անկախացան, 5 միլիոն են, հիմա դարել են 10 միլիոն, որովհետեւ պետական ծրագիր կա։ Այսօրվա այս Ալիևի հայրը ասում էր, թե մենք սխալվեցինք, որ հայերին պատերազմ հայտարարեցինք։ Երկրի 30% ադրբեջանցիներով են լցված։ 10 տարի համբերենք, մենք 10-15 հատ երեխա ենք ունենում, իրանք 2 հատ։ Ամենահայրենասերը 3-ից 4 հատ ամենահայրենասերը մեր միջին։ 10 տարի հետո Հայաստանը ինքնին կդառնալ Ադրբեջան, ոնց որ այսօր արվում է վրացիների հետ։ Պատկերացրեք Վրաստանի 40% եւ ավելին արդեն մուսուլմաններով, այսինքն իրանցով լցված է եւ հավատացեք Վրաստանը արդեն ահազանգում է, որ նայեք երկիրը կործանվում է եւ հիմա սրանց ծրագիրը հատուկ բռնել են Հայաստանի Հանրապետության գլուխը, ամբողջ երկրի ունեցվածքը իրանց ձեռքին է, հանքարդյունաբերություն ամբողջությամբ 10-15 ընտանիքի ձեռքին է, երկրի բոլոր ունեցվածքը 10-15 ընտանիքի ձեռքին է, քեզ որ բերեցինք դու խոսք էիր տալիս, որ մենք գալիս ենք, որ գողունը հետ վերադարձնենք, ուր այդ գողունը, ինչ ջիպ, կատլետ, հերիք չէ խապես, ինչ կատլետը դուք է, մեզի բերիք երկիրը շենացրը, ես ուրեմն հատուկ եկել եմ կոմունիստական կուսակցությունն եմ նախընտրել, որովհետև այդ կուսակցության հետևը չի կանգնած ինչ որ նախկին առաջի համարներ, ազատ է եւ եթե այսօր 8 տեխնազոին նայեք, հիմա արդեն պիտի ասեմ, ոչ մեկ անկախ չեն, ոչ մեկը, որին նայում ես, մի տեղ տեսնում ես հետևը, եւ դիմացը ես հիմա բարձրաձայնում եմ, այ եկեղեցու զանգերն էլ տվեց, խաչն ու ավետարանը վկա ինչ որ ասում են, ես հավատացյալ տղա եմ եւ գիտեք որ ասենք ինչ բան է խաչակնկելու ասել խաչն ու ավետարանը վկա, ուրեմն իմացեք ես հիմա ասում եմ այդ մնացած տեխնազուներին, որոնք ընդդիմություն են, եթե դիմացը դուք ինձանից շատ ձայն հավաքեք, որևիցե մեկը միանշանակ իմ ձայներս տալու եմ ձեզ առանց պետական պաշտոն զբաղեցնելու, բայց եթե ես հավաքեցի, դուք ինձ չմիացաք, եթե 3 հոգի իրար հետ միացաք ու ինձանից շատ ձայներ հավաքած չեղաք ու ինձ ասեցիք, որ պիտի մեզ միանաս, իմ շատ ձայներով ես կասեմ, որ դուք համագործակցում եք ԿՊ-ի հետ եւ Նիկոլի թերացոներն եք, եթե ոչ դուք ինձ կասեք, եւ հիմա այս թեմականացումը ինչ որ արվում է, բռնում են, առավոտ բաց են թողնում, զարմանում եմ, թե ինչն է պատճառը, չեմ ուզում ես այսպես խոսել, ես այսպես չեմ ուզում խոսել, բայց ձեր դատավորը մեղքս տալիս է Աստված է, այս րոպեին, եթե պաշտոնի համար, ձեր գրբանի համար, պաշտոնի համար ուզում եք նորից ժողովրդին խաբել, ուրեմն հիշեք, երկնքում եւ այս աշխարհում եւ հանդերձյալ կյանքում Աստծո ահեղ դատաստանը ձեր վրա է թափվելու եւ Սողոմոն Թելլերյանները ձեզ պատժելու են։ Որեգա ավելացնելու եմ սպորտի, մշակույթի, կրթության, կոմունալի բաժնի աշխատողների աշխատավարձը։ Արագ ոչ թե 1500 դրամ, 3000 դրամ, այլ 50% եւ ավելի ձևով ավելացնելու եմ։ Ինձ հիմա կասեն թե որտեղից այդ գումարները։ Ես հիմա կասեմ թե որտեղից։ Քաղաքում կա մոտավորապես հազարավոր մեծահարուստ
1000 միանշանակ, որոնց կադաստրային գույքի արժեքը 10-ից 15 անգամ էժան է։ Ցածր են գնահատել կադաստրի հետ համատեղ պայմանավորվածությամբ։ Չեմ ուզում բարձրաձայնել անուններ ասել, որովհետև մենք գործ տվող չենք, այլ մենք զգաստացնող ենք և դաստիարակող ենք։ Ես ավելի շատ դա եմ նախընտրում, քան թե ամեն րոպե ոստիկան, գիտեմ ինչ բան, ես չեմ սիրում նմանատիպ տղամարդկանց։ Մի խոսքով, ուրեմն հիշեք, ասեցի, գույքահարգի և հողի հարգի վերաբերյալ։ Հողի հարգն էլ ճիշտ է, ասեմ ձեզ քաղաքում մոտ 20-30%-ը արձանագրված չէ, հարգային դաշտ բերված չէ, ես գիտեմ, չեմ ասում ամորենի շինությունը, ուրեմն տասնյակ հազար շենք շինություններ կան, որ երկրաշարժից հետո, ուրեմն պատկերացրեք մինչև այսօր չի օրինականացվում, դիտավորյալ չեն օրինականացնում, մարդիկ ուզում են գույքահարկ, հողի հարկ մուծեն, բայց չեն օրինականացնում, որ մարդիկ այդ գումարները մուծեն։ Ընդդուք, ասեմ ձեզ, ուրեմն կան շենքեր, որոնք ուրեմն ավարտական ակտ չեն տալիս, որ մարդիկ մուծեն գույքահարկ և հողի հարկ։ Դիմել են դատարան, ուրեմն դատարանում սրանց վրա 50 միլիոն դրամ տուգան